Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Տոնի, ես միշտ քեզ հավատարիմ եմ եղել։ Ու մինչև հիմա էլ հավատարիմ եմ։ Դու միակ տղամարդն ես եղել, ում սիրել եմ իմ ողջ կյանքում Տոնի։ Ես դեռ սիրում եմ քեզ։ Ես երբեք ոչինչ չեմ ասել, որովհետև Յոլանդան իմ մտերիմ ընկերուհին է եղել։ Դրա համար էլ այդ սերն իմ մեջ եմ պահել։ Եվ միայնակ ապրել եմ իմ 3 աղջիկների հետ Տոնի։ Նրանց շնորհիվ ես կարողացել եմ հաղթահարել այն, ինչի մասին լռել է սիրտս։ Հոգտար սանույներիս մասին Տոնի։ Եվ ներիր ինձ։ Պաշտպանիր նրանց։ Գտիր Ալեքսանդրային։ Նրանք իմ միակ հարազատներն են։ Ներիր ինձ Տոնի։ Ներիր։ Ինձ թվում է ինչ-որ մեկը սխալվել է։ Այստեղ նամայի չէ, այստեղ շատ մարդ կա։ Հիմա ինչ են անելու։ Կարող եմ իմանալ այս մարդն ինչ գործ ունի այստեղ։ Կարող եմ իմանալ թե այս մարդն ինչ գործ ունի այստեղ։ Լսիր։ Սա քեզ համար մանկաբարձ չէ։ Ինչ է պատահել բարեկամս, ուր ես կորել, որտեղ է իր ասատեսն։ Ես սարված դեմքով մի կնոջ եմ որոնում։ Բայց այդ ինչպես բարեկամս։ Լավ, պարոնայք, եկեք գործին ասնենք։ Աուրելիոն այստեղ չէ, այսպես սկսած դուք անելու եք այն, ինչ ես եմ ասում։ Իսկ ես չեմ պատրաստվում նրա համառության պատճառով վտանգի ենթարկել Դեմետրիայի կյանքը։ Փառք Աստծո, վերջապես այս տանը գոնե մեկը խղճով դուրս եկավ։ Դե եկեք արագ գործի անցնենք, այլապես հետո կարող է շատ ուշ լինել։ Իսկ դու եթե ուզում ես դեռ այստեղ մնալ մակակո, ուրեմն պիտի անես այն, ինչ ես եմ ասում։ Ես ոչ մի խնդիր չունեմ։ Այստեղ շատ աշխատողներ կան։ Եթե ուզում ես ներս գան, թույլտվություն ունենաս։ Անաստասիա, ներիր ինձ, ներիր, ես չպետք է այդ համարը նրան տային, ներիր, Դեմետրիան ողջ է։ Այո, Գոյիտա, նրան ոչինչ չի պատահել, մի անհանգստացիր, որովհետև դու ոչ մի բան ու մեղավոր չես, ամեն ինչ կարգին է, դու մեղավոր չես։ Վերջ տուր Գոյիտա, լաց մի լինի, ուզես միասին նկարենք։ Այո, արի այստեղ նստիր։ Ինչ է պատահել, մեկ այլ հաղորդագրություն։ Այո, մեկ այլ հաղորդագրություն վանականից։ Ինչ է ասում վանականը, միթե դա մեկ այլ փորձություն է, դա կնքամորս հետ է կապված Աուրելիո, ասա խնդրում եմ։ Ոչ, պարոնայք, մեզ մոտ ոչ մի ցիստերն էլ չկա։ Մեր ընկերությունը ատաղձագործական ընկերություն է, մեզ ընդհանրապես ցիստերն հարկավոր չէ։ Համոզված եք, իսկ ինչ կասեք ջրի կամ որևէ այլ քիմիական նյութերի կաթսաների մասին։ Նորից եմ կրկնում, մենք ցիստերներ չունենք։ Եթե ուզում եք, կարող եք ներս մտնել ու ինքներդ համոզվել։ Ասում է պայմանը մնում է պայման։ Դեմետրիան տուն կվերադառնա մի պայմանով։ Մարիչե փողոցում մի մեծ ցիստերն կա։ Նրան մեծ թվերով գրված է 55։ Մենակ կգաս։ Շատ լավ է, վանականը ընդունել է քո հրաժարականը, նա ուզում է վերադարձնել կնքամորս։ Շնորհակալ եմ, Տեր Աստված, շնորհակալ եմ։ Դա նշանակում է, որ Դեմետրիան չի մահանա։ Դա նշանակում է, որ վանականը հաղթեց։ Նշանակում է, որ ես այլևս ոչինչ չեմ կարող անել։ Նշանակում է, որ այսուհետ մենք պետք է անենք այն, ինչ վանականն է ուզում։ Ահա թե ինչ է այս ամենը նշանակում։ Հիանալի է Աուրելիո, միայն թե փորձիր քեզ հանգիստ պահել, լավ, լսիր վանականը ընդունել է քո պայմանը, նա կվերադարձնի կնքամորս, ուրիշ էլ ինչ էիր ուզում։ Լավ, հիմա ես կսկսեմ Դեմետրիային փնտրել։ Ես էլ չեմ կարող այս ամենը հանդուրժել։ Հեյ, կնքամայր։
Կնքամայր։ Քեզ ինչ պատահեց։ Մի փորձիր պահմտոցի խաղալ մեզ հետ։ Հեյ, կնքամայր։ Լավ, հրաշալի է։ Ես այլևս գիշերները չեմ անհետանալ, լավ։ Կամ էլ եթե ուշանամ կզանգեմ ու քեզ կզգուշացնեմ։ Կնքամայր։ Կնքամայր, դե դու գիտես, որ ես մի քիչ խենթ եմ։ Բայց պառավս ես քեզ շատ եմ սիրում։ Որովհետև դու ինձ համար հարազատ մոր նման ես։ Կնքամայր դուրս արի այդտեղից։ Դե լավ, կնքամայր դուրս արի, դե արի։ Ասա, որ այս տիպն ինձ շատ ես ազում, որ մենք հրաշալի զույգ ենք։ Ինչպես թե։ Իսկ դու ավելի լավ է բերանդ փակես, լավ։ Երազանքների գիրկը մի ընկիր։ Բանն այն է, որ կնքամայրս միշտ ինձ համար ընկեր էր փնտրում եւ ես ստիպված եմ այդպես ասել։ Նա հիմա դուրս կգա, ես այդպես եմ ուզում ոգևորել նրան, համոզել, որ շուտ դուրս գա, հասկանում ես ինձ։ Դե լավ։ Իսկ ես էլ կարծում եմ ամեն ինչ շատ լուրջ է։ Բայց լավ։ Ինչ կարող եմ անել։ Կնքամայր։ Ողջույն, ներեցեք, սատվեցի որ ձեզ փոխանցեմ։ Քիլես դա պետք է որ վանականի կողմից հաղորդագրություն լինի, բացիր տեսնենք։ Ոչ, սա ամենևին էլ հաղորդագրություն չէ։ Սա ինչ-որ փաստաթուղթ է։ Սա քեզ ով տվեց։ Նրանք ովքեր ինձ տվեցին դրսում ձեզ են սպասում։ Ուզում եք դրանց այստեղ ուղեկցեմ։ Այո, խնդրում եմ, այո։ Բայց սպասիր Ակվիլես, ինչու դեմքի տարտահայտությունն այդպես փոխվեց, ինչ է այդտեղ գրված։ Ոչինչ։ Ակվիլես։ Նա ինչու է այդպես սևավորվել։ Բայց ինչու այդքան վախեցար, ովքեր են նրանք։ Սերիտո, սա ինքինն է, որ ամուսնու տա հյուրանոցում է եղել։ Նա է քեզ նեղացրել։ Այո, նա է։ Այդ ինչպես Ագրիպինա։ Իսկ Սիգֆրիդան կմահանա։ Դեմետրիա։ Դե լավ, նույն բանն է, ամեն դեպքում ահավոր անուն է։ Վանականը։ Նիկոլաս, բռնի նրան։ Նիկոլաս, բռնի նրան, խնդրում եմ։ Վանականը, Նիկոլաս։ Ինչ է կատարվում, ինչու եք կանգնել։ Բռնեք նրան։ Մեկ րոպե տեսնեմ, չի կարող պատահել, բայց Կլեմենտինա։ Բայց աղջիկս, ոչ, հավատս չի գալիս։ Ինչու ես երկու տարբեր ոճեր իրար խառնել։ Ահա որ բան է ստացվել Կլեմենտինա։ Բայց ինչու ես այդպես հագնել։ Միայն թե չասես, որ 80-ականների նորաձևությունը վերադարձել է։ Հիմարություն դուրս մի տուր Կոնստանսա, խնդրում եմ։ Ոչ, հավատս չի գալիս։ Սարսափելի է։ Կլեմենտինա, աստվածին, քո վրայից սև անգղի հոտ է գալիս։ Մոլուցք ունեն իմ դստրերը սև գույնի հանդեպ։ Ոչ, սա երևի ինչ-որ շեղում է, այո։ Մորակորի Կոնստանսա, մոլուցք։ Դե լավ, միևնույնն է, ես թքած ունեմ, բայց իմ աղջիկը չի կարող պատահել։ Նա ոնց որ փոքրիկ վանական լինի։ Հիմա ինձ հետ մի բան կպատահի, չեմ կարող հավատալ այս ամենին։ Ինչ է այս ամենը նշանակում Ագրիպինա, ինչ է իրանում հյուրանոցում այս կնոջ ամուսնու հետ։ Բայց Տեոբալդո մի բարկացիր, ես հիմա քեզ կբացատրեմ։ Ես գնացել էի հյուրանոց, որովհետև ես Մարգարիտա գնալու տոմսեր եմ շահել, իսկ տոմսերը վերցնելու համար պետք է այնտեղ գնայի, որ ցույց տայի։ Ճիշտ չէ։ Ճշմարտությունն այն է, որ նա իմ ընկերուհու ամուսնու հետ նրանք այնտեղ սիրով էին զբաղվում։ Այո, դա ճիշտ է, ես նրանց գործի վրա բռնացրել եմ, հենց այդպես։ Իսկ ամենավատն այն էր, որ այս մարդը այնտեղ էր նրանց հետ։ Դու Ակվիլես։ Ոչ, սպասիր Տեոբալդո։ Սա ինչ է ինչ դու մտածում ես, լսիր։ Սա ինչ է ինչ դու մտածում ես, բանն այն է, նա զարդերի համար էր եկել։ Ինչ զարդերի մասին է խոսքը Ակվիլես, ինչ ես խոսում։ Թույլ տվեք ես ասեմ, որովհետև այս ամենը կրկեսի է նմանվում։ Ես հիմա քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ես միայն ուզում եմ խաղաղ կյանքով ապրել։
Միթե, իսկ գոնե գիտես ինչպես է այսուհետև լինելու։ Տուր ինձ, դու ոչ մի տեղ չես գնա։ Ահ, մայրիկ, Տուր ինձ։ Ինչ։ Ինչ է սա։ Տուր ինձ, Կլեմենտինա, ինչ է սա։ Դու ինձ կողոպտում ես, այո։ Ինձ կողոպտում ես, Կլեմենտինա։ այո, ինձ փող է հարկավոր։ Ես այն ամեն գնով ձեռք կբերեմ։ Ինչ որ խնդիր կա, այո։ Այս մղձավանջը շուտով կավարտվի Մակո։ Բայց ինչպես, մենք եկանք ատաղձագործարան, բայց այստեղ ոչ մի ցիստերն էլ չկա։ Բարեկամս վստահիր ինձ, լավ։ Լսիր, ես գիտեմ, դու ինչ-որ բան ես դարձնում։ Ոչ ոքի չասես Մակո, բայց վանականը։ Ընդունել եմ հրաժարականը։ Իսկ հիմա ես գնում Դեմետրիային փնտրելու։ Ուրեմն ես գուշ եղիր, ով իրեն այստեղ է լսում ես, համես հրամանները տալիս։ Քեզ համար 55 ցիստերնի մոտ կսպասեմ։ Հաղորդագրությունում ասում եմ, Մարիխի փողոց, մեծ թվերով նշված 55 դարպասներ։ Ավելի բարձ չի կարող լինել։ Դե կհանդիպենք։ Ինչ է պատահել Մակո։ Նորություն կա։ Ոչ, ոչինչ էլ չկա։ Աուրելիոն մեզ պես է։ Նույնիսկ ավելի վատ, ձեռքերը ծալած նստել է ու նորությունների է սպասում։ Ահա թե ինչ է պատահել Տեոբալդո, այս երկու կանայք են ամեն ինչում մեղավոր։ Այս երկու անամոթ ու փողոցային կանայք։ Նրանք ամուսնուց փող են գողացել։ Այո։ Բայց դա չի արդարացնում այն, որ նա դաժանորեն ծեծել է Լուցերիկոյի ամուսնուն, որի հետևանքով հնարավոր է, որ նա մինչև կյանքի վերջ կրի, այո։ Տեսնում ես, թե ինչ խնդրի առջև ես կանգնել։ Դու շատ հիմար ես, այստեղ մեղքի մեծ բաժինը քոնն է, Ագրիպինա։ Քո գաղափարն է, չէ՞։ Լսիր, Տեոբալդո, ես պարզապես ուզում եի օգնել եղբորդ պաշտպանվել այս երկու անամոթներից։ Իսկ հիմա գնանք դատարան։ Դու այնտեղ քո իրավունքները կպաշտպանես։ Մենք այդ ամենի համար փոխհատուցում ենք պահանջելու։ Իսկ դու ստիպված ես լինելու վճարել տուժածին եւ նրա կնոջի մինչեւ կյանքիդ վերջ։ Բայց ինչ ես արել այդ մարդու հետ, Ագրիպինա, դու նրան կրակել ես այրել, թե մաս-մաս ես արել։ Ոչ, Տեոբալդո, նա միայն հարվածել է նրա գլխին։ Բաց թող ինձ ստոր արարած։ Թող գնամ։ Ես միացնում եմ այս հեռախոսը։ Այլևս չեմ դիմանում։ Որքան էլ որ վտանգավոր լինի։ Միգուցե Կատալինան ինձ զանգի։ Կամ էլ ինչ-որ մեկը օգնության ձեռք մեկնի։ Դեմետրիա։ Ես գտա նրան։ Ասել այնտեղ, սպասիր Դեմետրիա։ Մի քիչ էլ դիմացիր, գալիս եմ։ Ինչ է սա։ Չի կարող պատահել։ Հեռախոսն է։ Ոչ։ Ոչ Դեմետրիա։ Դեմետրիա, անջատիր հեռախոսը։ Դեմետրիա, անջատիր հեռախոսը։ Դեմետրիա, անջատիր հեռախոսդ։
Ես միայն այն գիտեմ, որ դու հաստատ դատարան ես գնալու։ Տիկին, ես ուզում եմ քեզ բանտում տեսնել։ Լավ, ուրեմն կտեսնվենք դատարանում, բայց այստեղ դու այլևս ասելիք չունես, այնպես որ խնդրեմ, հեռացիր։ Ներեցեք։ Դեռ կհանդիպենք։ Բա հիմա ինչ է լինելու, Թեոբալդոն կսպանի ինձ։ Ոչ, հանգիստ։ Իսկ հիմա խելագարքին ստիպված ես լինելու ինձ բացատրություն տալ, որովհետև դու Սպասիր մի րոպե, խնդրում եմ, Թեոբալդո, սպասիր։ Դա իմ մեղքն է։ Ուզում եմ վրեժ լուծել այդ խաբեբաներից։ Դրա համար էլ խնդրեցի, որ Ագրիպինան ինձ օգնի։ Այո։ Դա ճիշտ է։ Ես եմ նրանից օգնություն խնդրել։ Ճիշտ է, Թեոբալդո։ Իսկ ես էլ պարզապես իմ տեկրոջի պաշտպանեցի այդ խենթերից։ Նրանք իսկական հանցագործներ են, որովհետև նրանք զարդեղեն էին պահանջում եւ փաստ է, որ նրանք արդեն տարել էին որոշ զարդեր։ Ճիշտ է, Թեոբալդո։ Նրանք ուզում էին ձայնագրել, թե այդ հանցագործներն ինչպես են խոստովանում, թե ինչպես են թալանել Աքվիլեսին։ Բանն այն է, որ ինչ որ խնդիր առաջացավ, հետո կռիվ բռնկվեց եւ այդ ամենն ավարտվեց նրանով, որ Ագրիպինան հարվածեց այդ հանցագործ խաբեբայի գլխին։ Ահա եւ վերջ։ Ասիր, քեզ հետ մի բան այն չես զգուշ եղի, լավ։ Ինձ հանգիստ թողեք։ Ես լավ գիտեմ, թե ինչ եմ անում։ Ինձ միայն փող է հարկավոր եւ վերջ։ Լավ, բայց դա հիանալի ձև է խնդիրը լուծելու համար, չէ՞։ Պիտի մայրիկիդ կողոպտես։ Այո։ Լսեք, մենք մի բան պետք է անենք, մի լուծում գտնենք, կամ ոստիկան կանչենք, չգիտեմ։ Ոչ, խնդրում եմ, հայրիկիս ոչինչ մի ասեք, որովհետև նա դարձյալ ինձ կմեղադրի, բայց դա իմ մեղավորությունը չէ։ Ո՞րն է իմ մեղավորությունը։ Ես նրանց շատ լավ դասակություն եմ տվել։ Ես նրանց լավագույն դպրոցներն եմ տալիս, բայց նրանք ոչինչ չեն սովորել, այնպես որ դրանում ես չեմ մեղավոր, այլ այդ անիծյալ դպրոցները։ Մայրիկ միտը չես տեսնում, որ ոչինչով չես օգնում։ Օգնեցեք։ Նա կողոպտեց ինձ, կողոպտեց։ Այստեղ կանչեք մարդու իրավունքների պաշտպանությանը։ Որակır Կոնստանսա, քո ասածը մարդ չի որ կանչենք։ Թքածում եմ։ Այլևս չեմ դիմանում այս ամենին։ Իմ աղջիկը մեծ։ Տգեղ, ագրավ է դարձել։ Անիծյալ։ Ստորալ արած։ Անիծվես դու։ Ես կատարեցի խոստումս, խոսքից տեր եղա։ Նայիր, ինձ նայիր։ Ես այստեղ եմ տես։ Մենակ եմ, ինչպես դու էիր ուզում։ Բայց դու սպանեցիր Դեմետրիային, սպանեցիր նրան, ինչու։ Չէ, որ մենք պայմանավորվել էինք։ Ինչ է պատահել, պատասխանիր, ինչ է եղել։ Ես իմ խոստումը կատարեցի, ինչու դու քոնը չկատարեցիր։ Ինչու։ Եթե դա մտնում էր քո ծրագրի մեջ։ Դու չեր էլ մտածում նրան բաց թողնել, չէ՞։ Դու այդպես էլ ծրագրել էիր։ Ուզում էր դաժանորեն սպանել նրան։ Անիծյալ մարդասպան։ Դու հենց սկզբից էիր ծրագրել։ Հենց սկզբից։ Դու պարզապես մեզ հետ խաղ էիր անում։ Աուրելիո, ինչ է եղել, ինչ է պատահել։ Դու քեզ լավ ես զգում, ինչ է եղել։ Պատահել է այն բարեկամս։ Որ ես ուշացա։ Ես ուշացա, եղբայր, շատ ուշացա։ Դեմետրիան մահացել է, հա թե ինչ է պատահել։ Հիմա ասա բարեկամս։ Ինչ կարող եմ անել։ Ասա ինչպես ասեմ իմ սիրած կնոջը, որի մեղքով նրա կնքամայրը մահացավ։ Հանգստացիր։ Ողջույն։ Ինչ կա, նորություն ունեք։ Ողջույն, Պիա, ամեն ինչ կարգին է, վանականն ասել է, որ Դեմետրիային բաց է թողնելու։ Դա ճիշտ է, Անաստասիա։ Այո, Աուրելոն հաղորդագրություն է ստացել վանականից, որտեղ նա ասում է, որ նա ողջ եւ առողջ ետ կվերադարձնի նրան։ Իսկ ես անհամբերությունից մեռնում եմ, չեմ համբերում, թե երբ է Աուրելոն նրա հետ ներս մտնելու։ Ինչ լավ բան ասացիք։ Դե ես էլ քեզ հետ կսպասեմ, այո։ Եթե իհարկե դեմ չես, Անաստասիա։ Ոչ։ Լավ։ Սպասիր, ես կպատասխանեմ։ Լավ։ Հալո։
Գրեգորիա, ինչ եղավ։ Գոյիտա։ Ինչ է պատահել։ Լիա, հապա դու լսիր։ Աուրելիոն ինձ խաբեց, դրա համար էլ սպանեցի Դեմետրային։ Աուրելիոն ինձ խաբեց, ես էլ սպանեցի Դեմետրային։ Աուրելիոն ինձ խաբեց, ես էլ սպանեցի Դեմետրիային։ Կանքամայր, որտեղ ես։ Կանքամայր։ Թող ինձ սրիկա, թող ինձ անիծյալ, թող։ Ես ուզում եմ փնտրել կանքամորս, նա այստեղ է։ Թող ինձ, թող, խնդրում եմ։ Կատալինա, ինձ լսիր, խնդրում եմ։ Լսիր ինձ։ Ոչինչ մի ասա։ Ես ոչինչ չեմ ուզում լսել, ոչինչ չեմ ուզում լսել։ Քեզ ինչ պատահեց։ Ինչու եք քարացել ու բերանները ջուր առել։ Ասացեք այս կենթանուն, որ ինձ հանգիստ թողնի, ես պետք է փնտրեմ կանքամորս։ Կատալինա, ես ժամանակին չհասա, ու չկարողացա փրկել Դեմետրիայի կյանքը։ Սրիկա, իմ կանքամայրը քո պատճառով է մահացել։ Սրիկա, անիծվես դու։ Ոչ, կանքամայր, ոչ։ Ինչպես հանգստանամ, երբ այդ կինը զանգեց ու ասաց, որ իմ կնքամայրը մահացել է, ինչպես հանգստանամ, ինչպես կարող եմ հանգստանալ։ Անաստասիա, խնդրում եմ հանգստացիր։ Ցանկացած մարդ կարող է զանգել, խնդրում եմ հանգստացիր։ Մենք պետք է սպասենք Աուրելիոին, տեսնենք նա ինչ կասի։ Աստծո սիրուն, հանգստացիր։ Ուրեմն ինչու եմ ինձ այսպես վատ զգում։ Սիրտս ահավոր ծակում է, կարծես մեկ ինձ ամուր սեղմած լինի։ Ես ինձ վատ եմ զգում։ Այդ ես եմ քեզ ամուր գրկել։ Ինչ որ հոտ չեք զգում։ Ոչ, ինչ հոտ։ Կնքամորը սոցանելիքի հոտը։ Ես ոչ մի հոտ էլ չեմ զգում։ Այո, նա մոտակայքում է, նա պետք է որ այստեղ լինի։ Ես ոչ մի հոտ չեմ զգում։ Ոչ, կնքամայրս չէր։ Այնտեղ ոչ ոք չկար։ Կնքամայրս մահացել է։ Որդիս չի զանգել։ Ոչ, Յոլանդա, ոչ ոք չի զանգել։ Ոչ, որդիդ է զանգել, ոչ էլ վանականը։ Ինչ է պատահել։ Այսինչ դեմք եք ընդունել։ Էլ ինչ կարող էր պատահել պարավս։ Կլեմենտինան այդ անմեղ հայացքով աղջնակը կողոպտել է իր մորը։ Բայց ինչու։ Որովհետև նա ինչ-որ մեկին պարտք է, բայց չգիտենք, թե ինչ պարտքի մասին է խոսքը։ Ոչ ոք չգիտին։ Այո, Նա այդպես վարվեց, որովհետև շփվում էր աղախինների հետ։ Շատ ճիշտ էր։ Երբ առաջ ծառաներից հեռու էին մնում եւ ծեծում էին նրանց, դա շատ ճիշտ էր։ Տեսնեսում էր պատկանում նրանց ազատություն շնորհելու գաղափարը։ Մայրիկ այդպիսի անխիղճ բաներ մի ասա։ Այո, ես գիտեմ։ Այնինչ պատահեց աղջկաս հետ։ Սիմոն Բոլիվար կոչված սպիտակ ձիավորի պատճառով է։ Նրանց ազատ արձակելու գաղափարը նրան է պատկանում։ Նա կարող է նաև Խուան Պաբլո երկրորդին էլ մեղադրել, բայց այս ամենի մեղավորը հենց ինքն է։ Որքան եմ նրան ասել, որ ուշադիր լինի դստեր հանդեպ, որ լավ մայր լինի։
Ոչ։ Այ հիմա հասկանում եմ, թե ինչու պապիկդ մեզ այս տունը վարձով տվեց։ Դե իհարկե նա ուզում էր, որ մենք այն մաքրենք։ Ուրեմն լավ կլինի, որ ավել դուր վերցնենք ու անմիջապես գործի անցնենք, չէ՞։ Գիտես, ուզում եմ որ շուտ տեղափոխվենք այստեղ, որքան հնարավոր է շուտ։ Ինչպես է մեծանում մեր փոքրիկը։ Սանտիագո, ես շատ լավ գիտեմ, որ մենք միասին նոր կյանք ենք սկսելու ամենասկզբից։ Բայց Ստեփանին կարող է մեզ հետ ապրել։ Իսկ դու դեռ կասկածում ես։ Չէ՞ որ մենք վաղուց ենք դա որոշել։ Այս տունը մեզ համար չափազանց մեծ է։ Դե կտեսնես, թե ես այս տունը որքան մաքուր ու կոկիկ կդարձնեմ։ Ամեն ինչ կարգի կբերեմ, օրինակ այս օրորոցը։ Ես այն կնորոգեմ ու կմաքրեմ, այն շատ լավ, այն հարմար կլինի մեր փոքրիկի համար։ Բարք Աստծո։ Ես շատ գոհ եմ այս պարգևից։ Քեզանից, իմ երկու երեխաներից, որովհետև Ստեփանին կլինի իմ երկրորդ դուստրը։ Ես համոզված եմ, որ մենք շատ երջանիկ կլինենք։ Ինչու Աստված իմ, ինչու։ Ինչու սա հենց իմ կնքամոր հետ պատահեց։ Ինչու։ Ինչու թույլ տվեցիք, որ այդ սրիկան սպանի կնքամորս, ինչու։ Լազարո, լավ, ավելի լավ կլինի այս կնոջն այստեղ ստանենք, տար նրան։ Այո, ճիշտ ես։ Գնանք, Կատալինա։ Մենք այստեղ անելիք չունենք։ Ոչ։ Ես ուզում եմ կնքամորս մոտ մնալ։ Այդպես ավելի լավ կլինի քեզ համար։ Մենք հիմա այլևս ոչինչ չենք կարող անել։ Մենք ոչինչով չենք կարող օգնել նրան։ Այնպես որ մեր մնալը այստեղ անիմաստ է։ Արի ինձ հետ, արի գնանք։ Ոչ։ Կնքամայր։ Երանի դու մեռնեիր, սրիկա։ Այստեղ ինչ ես անում։ Մորաքույր։ Գրեգորիային եւ աղջկան տար քեզ հետ, ես պետք է խոսեմ Անաստասիայի հետ։ Բայց ինչու ինչ է պատահել, ես ուզում եմ իմանալ։ Լավ կլինի գնանք Գոյիտա, լավ, նրանք պետք է խոսեն։ Բայց Գնանք, արի Կլաուդիա։ Ինչ ես ուզում, Օվիդիո։ Անաստասիա։ Դեմետրիան մահացավ։ Աուրելիոն չկարողացավ փրկել նրա կյանքը։ Սանտիագո, Այո, ես մինչև հիմա մտածում եմ ինչու է պապիկդ այդքան ուզում փոխել կյանքս։ Ինչու։ սիրելիս, այդ մասին մի մտածիր, լավ։ Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը խառնվի մեր կյանքին։ Այն ինչ պապիկս ուզում է անել հեքիաթում հայտնված բարի կախարդի ցանկությունը։ Քեզ թվում է, եթե ես վաղն արթնանամ, ասենք օրինակ Պետրա Մարիա կամ էլ մեկ այլ անունով, ուրիշ մարդ կդառնամ, ոչ, դա այդքան էլ հեշտ չէ։ Ոչ Աստված իմ։ Մի բարթացրու ամեն ինչ։ Արի դա հանում մեր նորաստեղծ ընտանիքի անենք։ Շատ լավ, ես դա կանեմ, բայց ամեն դեպքում ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում, որովհետև աշխարհը նույնն է, մարդիկ նույնպես, մենք չենք կարող փոխվել։ Ինձ համար դու միշտ նույնն ես։ Քո միամիտ հայացքով, պայքարի մեջ մտնելու ցանկությամբ։ Ինձ համար միևնույն է, եթե անցյալդ փոխես եւ ասես, որ դու նախկինում եղել ես դիազելագնաց կամ ինքնաթիռի ուղեկցորդուհի, անունդ լինի Վիոլետա թե Խոսեֆինա, ես սիրում եմ քեզ ու կսիրեմ միշտ։
Ոչ։ Ոչ ոք ինձ ետ չի պահին որոշումից։ Հանուն քեզ ես կփոխեմ այն ամենը, ինչ ուզում ես։ Անունս։ Եթե կուզես ազգանունս, ասա, ինչպես ես ինձ անվանելու։ Ռամոնա։ Իմ Մարիկ։ Ես միշտ կսիրեմ քեզ։ Սանտիագո։ Անցյալս փոխելու հետ մեկտեղ պետք է նաև պատմեմ ամեն ինչ։ Նույնիսկ եթե կամի բան որ չեմ ուզում պատմել։ Իհարկե։ Եթե կյանքումդ կա մի բան, որ ուզում ես ամբողջովին ջնջել, պետք է նրանց ասես այդ մասին։ ¿O acaso hay algo que te preocupa en particular? Համբուրիր ինձ։ Ոչ, ասա որ կնքամայրս ողջ է։ Ասա որ սա մղձավանջ է։ Խնդրում եմ քեզ, ասա որ նրա հետ ամեն ինչ կարգին է։ Ես շատ կցանկանայի նման բան ասել Անաստասիա, բայց այդպես չէ, այդ ամենը Աուրելիոյի պատճառով եղավ։ Աուրելիոն լուրջ չվերաբերվեց այս հարցին, նա իրեն պատանու նման պահեց։ Նա ուզում էր հերոս դառնալ, փրկել Դեմետրիայի կյանքը։ Նա Մագոյի հետ այնտեղ էր գնացել։ Իսկ երբ բանականն իմացավ այդ մասին, Ոչ, նա պայթեցրեց ցիստերն ու սպանեց Դեմետրիային։ ոչ, Օվիդիո, դա այդպես չէ։ Դու երևի խաբում ես։ Ոչ, դու խաբում ես, դու խաբեբա ես, դու ուզում ես ինձ ցավ պատճառել։ Ոչ, դա սուտ է։ Կնքամայրս ողջ է։ Ոչ, նա չի մահացել, Օվիդիո չի մահացել, նա ուր որը ներս կմտնի այս դռնից։ Այդքան դաժան մի եղիր։ Ոչ, խնդրում եմ։ Ասա որ կնքամայրս, ոչ, Օվիդիո, ոչ, խնդրում եմ, Օվիդիո, ասա որ կնքամայրս, որ նա ողջ է։ Օվիդիո, խնդրում եմ, մի տանջիր ինձ։ Դու պարզապես ուզում ես տանջել ինձ, դու ծաղրում ես ինձ, խնդրում եմ, Օվիդիո, արի մի բան անենք, արի ոստիկանություն զանգենք, արի մեկին զանգենք, մենք պետք է մի բան անենք, մենք պետք է փրկենք նրա կյանքը, խնդրում եմ, օգնիր ինձ, մենք պետք է փրկենք կնքամորս կյանքը, խնդրում եմ, Օվիդիո, միայն ոչ կնքամայրս, ոչ, միայն ոչ նա, խնդրում եմ, ասա որ ստել ես, Օվիդիո, խնդրում եմ։ Նորմալ է, որ դու քեզ Դեմետրիայի մահվան պատճառով վատ ես զգում։ Սա մեզ հիշեցնում է մեր դստեր հետ պատահածը։ Ես էլ եմ ինձ վատ զգում։ Կարծես թե մի մղձավանջ լինի։ Խմիր ես եղա մայրիկ։ Այն կհանգստացնի քեզ, խմիր։ Դու քեզ լավ կզգաս։ Շնորհակալ եմ, Լեոն։ Հերողը տանի, այս ինչ դեմ քեզ ընդունել Աուրելիո։ Սափահարեք մեր հերոսին։ Պիտի որ երջանիկ լինես, չէ։ Քո պատճառով վանականը սպանեց Դեմետրիային։ Աուրելիո, իսկ քեզ ոչինչ չի պատահել։ Դու սխալվեցիր, տղաս։ Եթե դու անեիր այնինչ վանականն էր պահանջում, Դեմետրիան հիմա կենթանի կլիներ։ Դա քո պատճառով եղավ։ Դու ուզում էիր վանականից խելացի երևալ։ Հայրս ուզում է խոսել քեզ հետ Աուրելիո։ Նա քեզ սենյակում է սպասում։ Այո։ Այո։ Որդիս Աստծո սիրուն ինչ եղավ։ Դեմետրիան ինչու է մահացել ինչու։ Չէ, որ դու ասացիր, որ կհրաժարվես հետաքննությունից։ Դա վանականի պայմանն էր։ Դեմետրիան իմ լավագույն ընկերուհին էր։ Նա ինձ համար քույր է եղել։
Իսկ հիմա նա մահացել է։ Մահացել է, որովհետև դու չցանկացար հրաժարվել այդ գործից։ Ինչու չկարողացար փրկել նրան, ինչու խոստումդ դրժեցիր։ Լսիր Նիկո, ինձ թվում էր թե վանականը սպանելուց հաշվի է առնում, թե իր զոհը որ խավին է պատկանում։ Բայց հիմա տեսնում եմ, որ ոչ նա սպանեց Մարիա Գրացիային, հիմա էլ խեղճ Դեմետրիային, որ երբեք ոչ ոքի ոչ մի վատություն չի արել։ Սարսափելի է, ինչպեսի դաժան մահ չեմ։ Օ, ոչ։ Չեմ հասկանում։ Հենց այնպես էր սպանել կտած Դեմետրիան, դրան ինչ որ վատություն է արել։ Ինչու այդպես ստեց։ Լսեք, հո մայրս այստեղ չէ։ Ես չեմ ուզում, որ նա ինձ հետ խոսի, նա ինձ վիրավորել է։ Դու շատ խիզախ ես, չէ՞։ Ասիր խիզախ աղջնակ։ Այս տանը մարդիկ իրենց միշտ վատ են զգում։ Ավելի լավ է, իջնես երկնքից։ Եվ ամեն ինչ ընդունել ես այնպես, ինչպես որ կա։ Միթե չես հասկանում վանականը սպանել է Դեմետրիային, այրել է նրան։ Բոլորս տխուր ենք, լաց ենք լինում, իսկ դու սավառնում ես երկնքում, թմրանյութ ես ընդունում, քեզ ինչ է եղել։ Ես թմրամոլ չեմ։ Թմրամոլները չեն կարողանում իրենց վերահսկել, բայց ես գիտակցում եմ, թե ինչ եմ անում։ Իհարկե, ես դա տեսնում եմ։ Կլեմենտինա, դա դու ես։ Լսիր հայրիկ, լսիր, վանականը վերջին հաղորդակցության մեջ պահանջում էր։ Պահանջում էր, որ ես մենակ Մարիչա գնամ։ Միայն այդ դեպքում նա Դեմետրիային ողջ եւ առողջ կվերադարձնել։ Ու ես այդպես էլ արեցի։ Որովհետեւ ես ուզում էի փրկել նրան, ուզում էի փրկել Դեմետրիայի կյանքը, բայց իրականում վանականը ստում էր։ Լսիր հայրիկ, դու ինձ պետք է հավատաս, խնդրում եմ, մի բան ասա, խոսիր Աստծո սիրուն։ Սիր հայրիկ, ներքևում բոլորը ինձ են քննադատում։ Աստվածիմ, նրանք ինձ են մեղադրում։ Դու էլ այդպես մի վարվիր, խնդրում եմ։ Խնդրում եմ քեզ հայրիկ։ No lo haga usted también, por favor. Հայրիկ, ես իսկապես ուզում էի փրկել Դեմետրիայի կյանքը, հասկանում ես, բայց նա դրեց իր խոստումը, նա սպանեց Դեմետրիային։ Լավ, եղավ, լսիր ծերուկ, ես ընդունում եմ, որ ոչինչ չեմ կարող հասկանալ, ես չգիտեմ, թե ինչ եղավ, բայց գիտես ինչ, խնդրում եմ, նա իր աչքերիս մեջ ու ասավ, որ ես ոչ մի վատ բան չեմ արել, խնդրում եմ քեզ, ուզում եմ, որ ասես ինձ, որ Դեմետրիայի մահվան մեջ ես մեղավոր չեմ։ Խնդրում եմ, մի բան ասա։ Ես չեմ ուզում ինձ ոչինչ չուն զգալ, խնդրում եմ, հայրիկ, ասա։ Մի բան ասա։ Խոսիր։ Դե խոսիր։ Ասա ինձ, որ ես մեղավոր չեմ։ Ասա ինձ։ Dígame algo. Լավ, Սևուկս, ես գիտեի, որ դա հեշտ բան չէ, բայց պետք է հաշտվենք իրողության հետ։ Լսիր, վանականը Դեմետրիային առևանգել էր, իսկ հետո էլ այրել է ցիստեռնի մեջ։ Բայց ինչու Դեմետրիային, ինչու։ Այո, հարցը տեղին է, մեզ էլ այդ հետաքրքրում։ Այո։ Միայն վանական այդ հարցին կպատասխանի։ Բայց դա ճիշտ չէ։ Դեմետրիան ինձ համար կարծես հարազատ մայր լիներ։ Արժանի չէր նման վերջաբանի։ Լաց եղիր ընկերս, լաց եղիր։ Լաց եղիր թեթևացիր։ Մենք քեզ հետ ենք, կողքին։ Եվ մի մոռացիր, որ մենք ընկերներ ենք։ Մենք հիմա պետք է ավելի համախմբված լինենք, հասկանում ես։
Ոչ, ես չեմ կարող եղբայր։ Ես օգնել եմ այս ամենից։ Այս ընտանիքից օգնել եմ ամեն ինչից։ Քեզ ինչ եղավ Սևուկաս։ Ընկերները կարող են հեռու լինել իրարից, բայց երբեք չպետք է հրաժարվեն մեկը մյուսից։ Չի կարելի, չէ՞ Նիկոլաս։ Քեզ ինչ եղավ։ Քեզ պինդ պահիր։ Բայց ինչպես կարող եմ ված չզգալ։ Ես կորցրեցի իմ աշխատանքը Դեմետրեին։ Իսկ մար կորցրեցի ընկերոջս։ Այսուհետև ես միայնակ եմ։ Բոլորովին միայնակ։ Ես քեզ չեմ ճանաչում, չգիտեմ թե դու ով ես։ Լավ, բարեկամս, ինչ է եղել։ Դու միայնակ չես, մենք քո կողքին ենք, մենք քո ընկերներն ենք, քո ընտանիքը։ Լսում ես ընկերս, ամեն ինչ լավ կլինի։ Իհարկե մեր ընկերությունը կշարունակվի Սևուկաս։ Դու մեր ձեռքից այդքան հեշտ չես ազատվի։ Չէ՞ Նիկո։ Ահա եւ նա։ Ոչ։ Ոչ, ես մեղավոր չեմ։ Ես արեցի հնարավոր ամեն բան։ Բայց վանականը խաբեց ինձ։ Ես կարծում եմ, եթե անեմ այն ինչ պահանջում է, նա Դեմետրեին ողջ եւ առաջ կվերադարձնի հասկանում եք։ Ես նա խաբեց ինձ։ Նա դրժեց իր խոստումը։ Այդ անիծյալը խաբեց ինձ։ Ես գիտեմ, որ վանականը ձեզանից մեկն է, ես համոզված եմ դրանում։ Գիտեմ նաև թե ինչու այսպես եղավ, որովհետև ես միամիտ հիմար էի։ Այդպես եղավ, որովհետև ես հավատացի այդ մարդասպանին, այդ Սերիկայի խոսքերին։ Անիծյալ լինես դու։ Եթե ես պատկերացում ունենայի։ Եթե ես իմանայի, որ դեզանից մեկն է վանական, ես կխախտեի խաղի կանոնները։ Այո, ես կխախտեի։ Ես կիմանամ թե ով է դա։ Ես կիմանամ թե դեզանից որ մեկն է վանականը։ Ես խոստանում եմ։ Վերջ դուր Աուրելիո, այդպես մի պահիր քեզ։ Ընդունիր սխալդ եւ մեկ ընդմիշտ հեռացիր այստեղից։ Ծիծաղելի Երևալու փոխարեն գոնե խոհեմ եղիր ու հեռացիր այստեղից, քանի քեզ չեն բռնդել։ Դուրս այստեղից, դուրս։ Դեմետրիայի մահը քո խղճի վրա կծանրանա։ Դու ձախողվեցիր Աուրելիո, չբռնեցիր վանականին, իսկ հիմա հեռացիր այստեղից եւ այլևս այստեղ ոտք չդնես։ Աուրելիո, լավ կանաս գնաս տղաս։ Այդպես ավելի լավ կլինի, հավատա բարեկամս։ Գնա։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորին բաց կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթայված բանտից փախչել է